Բարև ձեզ։ Այսօր մայիսի 28-ն է, Հայաստանի առաջին հանրապետության օրը։ 1918 թվականի հենց այս օրը Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց Հայաստանի հանրապետության ստեղծման մասին։ Մայիսի 28-ը լավ առիթ է խոսելու ոչ միայն Հայաստանի առաջին հանրապետության, այլև մեր հանրապետության անցած ճանապարհի, քաղաքական շրջադարձերի, այսօրվա մեր պետության առջև ծառացած խնդիրների, մարտահրավերների, տեսլականների մասին։ Այս համատեքստում կխոսենք նաև իրական Հայաստանի գաղափարախոսության, դրա հանրային ընկալման և կյանքի կոչման մասին։ Այսօր Սարդարապատում Հանրապետության վարչապետը հայտարարեց, թե մենք հաղթահարել ենք կորուստների պատմության շրջափուլը և թևակողել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան։ Հոռետեսությունն ու հուսահատությունը այլևս Հայաստանի Հանրապետության ուղեկիցը չեն։ Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցները, պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհավոր ձեր տոնը։ Շնորհավորում եմ։ Ես հիշում եմ նախընթաց տարիներին այս օրը մեր հյուրերը միշտ լինում էին պատմաբաններ, տարիքավոր, ստաժավոր պատմաբաններ եւ խոսում էին Հայաստանի Հանրապետության առաջին հանրապետության ամբողջ այդ 2 տարվա գործունեության մասին եւ ընդհանրապես կարծես թե այս մասին այնքան է ասվել եւ խոսել, որ դժվար է ինչ-որ նոր բան ավելացնել։ Այդուամենայնիվ ժամանակները փոխվում են եւ հետաքրքիր է նոր սերնդի, քաղաքական, նոր հեղափոխական սերնդի գնահատականը, ընկալումները մայիսի 28-ի եւ Հայաստանի առաջին հանրապետության վերաբերյալ եւ պետական ինքնության եւ ազգային հիշողության համատեքստերում։ Համեցեք։ Սա համար է Շնորհակալություն, որպես հարց կընկալեմ։ Շնորհակալություն նախ թույլ տվեք շնորհավորել բոլոր քաղաքացիներին հանրապետության տոնի առթիվ, որովհետեւ այս անունը հենց հանրապետության տոնը ոչ միայն խորհրդանշում է Սարդարապատի հերոսամարտը կամ առաջին հանրապետությունը, այլ առհասարակ Հայաստանի ժողովրդի, հայ ժողովրդի, հայ ազգի պետություն ունենալու կամքը, հանրապետություն ունենալու կամքը, որովհետև այլ տիպի պետություններ մենք դրանից առաջ ունեցել ենք, բայց մեր հանրապետությունը որպես ժամանակակից միավոր ազգային պետություն առաջին անգամ ձևավորվել է հենց 1918-ին եւ դա չգնահատելը, չշնորհավորելը միմյանց այդ արդիվ շատ մեծ բացթողում կլինի, որովհետեւ մեր այսօրվա ամբողջ քաղաքական միտքը, քաղաքական ընկալումները, ինքնագիտակցումը, քաղաքական պետության մասին ընկալումները գալիս են հանրապետության մասին ընկալումներից քաղաքական։ Ես պատմաբան չեմ, ես գուցե լավագույն զրուցակից չեմ պատմության մեջ էքսկուրսներ կատարելու համար, բայց առաջին հանրապետության խորհուրդը ես քաղաքական իմաստով կփորձեի արժևորել, դուք ասում եք, որ բոլոր հարցերի բոլոր հնարավոր պատասխանները հնչել են, բայց ժամանակի ընթացքում այդպիսի մի բան էլ չկա, չէ, խոսքել կա, ասում հարցերը նույնն են, պատասխաններն են փոխվել։ Հարցերը նույնն են, պատասխաններն են փոխվել եւ այդ պատասխանները ավելի շատ մեր քաղաքական ինքնության հետ են կապված։ Դուք գիտեք, բոլորս գիտենք, թե ինչ դժվարին պայմաններում է Հայաստանի առաջին հանրապետությունը ձևավորվել, գրեթե անհնարինության միջից որպես պետություն է ձևավորվել, բայց այն, որ մենք երբ մենք ենք խոսում մեր դիրքերից, մենք կարողացել ենք այդ դժվարին ժամանակաշրջանում մտածել հանրապետություն ունենալու մասին, որում խորհրդարանական հանրապետություն, ժողովրդավար հանրապետություն, ժամանակակից իմաստով հանրապետություն, քաղաքացիական հանրապետություն, որտեղ քաղաքացիներն են ձևավորում իշխանությունները եւ ոչ թե օրինակ միապետական հանրապետություն կամ միապետական պետություններ կամ կայսրություններ, որոնք դրանից առաջ բնորոշ են եղել մեծ դարերի վեր։ Սա քաղաքական ուղերձ է եւ քաղաքական բովանդակություն ունի իր մեջ, որ մենք կարողանանք դրա վրա հենվելով շարունակել լինել քաղաքական ազգ կամ ձգտել ավելի ու ավելի քաղաքական ազգ դառնալ, որովհետեւ իհարկե առաջին հանրապետությունը կարճ կյանք է ունեցել, դժվար կյանք է ունեցել, բազմաթիվ բացթողումներ, սխալներ, թերություններ, որոնց մասին մենք պատմում ենք, բայց ես կարծում եմ նաեւ պատահական չի, որ
օրինակ առաջին հանրապետության սիմվոլները երրորդ հանրապետության, այսպես ասած, առաջնորդները որոշեցին վերցնել եւ շարունակականություն տեսնել դրա մեջ, որովհետեւ դա այն գուցե կոպիտ հնչի, բայց դա այն հողն է, որի վրա մենք կանգնել ենք ունենալու համար մեր երրորդ հանրապետությունը, այսինքն մեր անկախ հանրապետությունը, որտեղ հիմա մենք ապրում ենք եւ ես կարծում եմ սա շատ մեծ ձեռքբերում է, որի մասին երբեմն ժամանակ առ ժամանակ մոռանում ենք խոսել, մենք մեր թերություններն ենք նկատում, մենք մեր խնդիրներն ենք նկատում, առօրյա գուցե խնդիրները քաղաքական բանավեճերի հետ կապված ինչ որ հարցեր, խնդիրներ ենք բարձրացնում, բայց այն որ մենք ունենք պետություն, ես կարծում եմ, որ սա պետք է մեր սրտերում, հոգիներում եւ մտքերում անդադար լինի մեզ հետ ուղեկցող, մեզ հետ կապված մի հանգամանք, որը մեր ձեռքբերումն է, մեծագույն ձեռքբերումն է այս մեր ամբողջ հազարամյակների պատմության արդյունքում սա ամենամեծ ձեռքբերումն է եւ երբևէ հայ ժողովուրդը այսքան կայուն, այսքան ինքնիր վերաբերյալ որոշում կայացնող, ինչքան այս պետության տրամաբանության մեջ է չի եղել, եթե այսպես ձեռքբերում ասացիք, ինձ թվաց, որ դա ազդեցություն է վարչապետի այսօրվա ելույթի, այդ նույն միտքը այլ կերպ նա այսօր ասել է 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է, մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս։ Մենք սրան իհարկե կգանք, երբ որ հասնենք երրորդ հանրապետություն, բայց մինչ այդ դուք նշեցիք, թե երրորդ հանրապետության հիմնադիրները վերցրեցին առաջին հանրապետության սիմվոլները որպես շարունակականություն։ Այդ իմաստը այդ խորհուրդը ունի, բայց որպես շարունակություն արանքում առաջացավ Հայաստանի երկրորդ հանրապետությունը, երբեմն շատերը ասում են, որ դա չի կարելի համարել հանրապետություն, ամեն դեպքում մենք ունեինք խորհրդային սոցիալիստական հանրապետություն։ Սրա վերաբերյալ ինչ գնահատական ունի քաղաքական նոր սերունդը, երկրորդ հանրապետություն, որոնք էին այդ հանրապետության դրական եւ բացասական զարգացումները, ինչպիսին էր եւ ինչպիսին է հանրային ընկալումը այդ հանրապետության նկատմամբ։ Ես էլ խիստ վերապահումով գուցե քաղաքական իմաստով անվանեի երկրորդ հանրապետություն, բայց դա մշակութորեն, քաղաքականորեն, պատմականորեն ձևավորված խոսույթ է եւ կարելի է հանգիստ տոնել այդ բառերը եւ այո, այդպես անվանել, ինչպես ընդունված է անվանել Սովետական միության շրջանում Հայաստանի գոյությունը երկրորդ հանրապետություն անվանել, իհարկե սրա վերաբերյալ նույնպես շատ ծայրահեղ են մեր հանրային կարծիքները, ոմանք խիստ նոստալգիայով են հիշում, որ սովետի ժամանակը կար բամի Ստալին չլիներ, հիմա ձեռքը խփեր սեղանին եւ այլն եւ նաեւ քանի որ սովետի վերջին շրջանում ապրած մարդկանց մասին է խոսքը, իրենք որոշակի բարեկեցություն են ունեցել եւ այդ սոցիալիստական պետությունը համարում են այդ բարեկեցության հոմանիշը եւ այդ նոստալգիան կապված է նաեւ այդ բարեկեցության հետ, ինչու ոչ նաեւ իրենց երիտասարդ տարիների հետ, լավ տարիների հետ, որովհետեւ մարդիկ հակված են դրականորեն հիշել իրենց երիտասարդությունը, բայց նաև կա հակառակ ծայրահեղությունը, կարծում եմ, եւ ես նրան հենց այդպես էլ կանվանեի, որ խորհրդային ժառանգությունը ամբողջապես մերժել, իր նկատմամբ միայն բացասական վերաբերմունք ունենալ, իհարկե խորհրդային տարիները Հայաստանի համար եղել են շատ բարդ տարիներ, մանավանդ իր առաջին հատվածը, առաջին կեսը, երբ որ բռնադատվածների այդպես շատ երկար պատմություն կա, չնայած դա շարունակվել է մինչև սովետական վերջին տարիները եւ շատ մարդկանց համար անձամբ եւ շատ նաեւ հենց հանրային իմաստով շատ դժվար ծանր տարիներ են եղել, բայց մենք կարծում եմ մինչև հիմա լավ մշակված ձևեր չունենք ինքներս մեր հիշողության հետ հարաբերվելու համար, որովհետև մոռանալը սովետը լուծում չէ կամ մերժելը սովետական միության Հայաստանի տարիները լուծում չէ, ի վերջո այդտեղ եղել են նաև դրական բաներ, իսկ դրական հիմնական սոցիալական հարցերի կամ մշակութային որոշակի հարցերի, ինչպիսին կարող է լինել ազգային փոքրամասնությունը կայսրության մեջ մշակութային առումով, ինչպիսի դրական ձեռքբերումներ, որ կարող էին լինել, այդպիսին էլ եղել են, ոչ դրանից ավելի, իհարկե հասկանալիորեն
Սովետական միությունը մեծ ներդրումներ է արել Հայաստանի Հանրապետության տարածքում, դուք գիտեք, երևի շատերն էլ գիտեն, որ օրինակ Երևան քաղաքը եղել է 30,000 բնակչությամբ փոքրիկ գյուղաքաղաք, որը վերածել են նաև այդ կառուցապատմամբ, շինարարությամբ մեծ մայրաքաղաքի եւ այս տարածաշրջանի ամենամեծ քաղաքներից մեկն է դարձել։ Հասկանալի է այս ներդրումը Հայաստանի Հանրապետության մեջ եւ պետք է մենք ինքներս նայենք մեզ եւ տեսնենք թե որտեղ են գտնվում։ Մենք գտնվում ենք 3 կայսրությունների խաչմերուկում, ռուսական կայսրության, այս դեպքում սովետի, թուրքական կայսրության եւ պարսկական կայսրության խաչմերուկում, իսկ սովետական միությունը իղձ ուներ կամ նպատակ ուներ ընդլայնվել դեպի արևելք, դեպի արևմուտք, որը եւ փաստացի Հայաստան դարպասներն էր։ Ինչպես պետք է սոցիալիզմը տարածվեր դեպի Իրան Հայաստանի միջոցով, ինչպես պետք է սոցիալիզմը տարածվեր դեպի Թուրքիա, էլի Հայաստանի միջոցով, սա այդ կոմունիստական մեծ գաղափարախոսության մասն է եղել եւ բնականորեն լավ օրինակ կուզենային, հա, ունենալ իրենց սահմաններին, որովհետեւ սովետի խորքերում ես գիտեմ, որ ոչ ամեն տեղ է այս բարեկեցության նույն մակարդակը ապահովված եղել, այս մեծ դրումները սրա հետ են կապված եղել, իհարկե նաեւ օրինակ հանրակրթության վրա աշխատանքները ի վերջո շատ բաներ կան, էլի շատ հետաքրքիր դրվագներ կան, օրինակ այդ միասնական Այբուբենի տարբերակից հաջող կերպով խուսանավելու մեր մտավորականների այդ երկու ուղղագրական բարեփոխումները, որ իբրև թե աստիճանաբար ենք մոտենում այդ միասնական Այբուբենին, բայց փաստացի Հայաստան ունեցել է հայկական բնակչություն, հայկական լեզու եւ հայկական հայերեն սկսել են սովորել գրել կարդալ բոլոր եկեք արձանագրենք, որ սովետական միությունից առաջ Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում, այսինքն հայերը ապրում էին տարածաշրջանի տարբեր երկրներում, ոչ բոլորը գիտեին հայերեն գրել կարդալ։ Եվ սա, երբ որ մենք երրորդ հանրապետություն մտանք, սա արդեն իրողություն էր Հայաստանի ողջ բնակչությունը գիտեր հայերեն գրել կարդալ։ Հայաստանը ամենաշատ բարձրագույն կրթություն ունեցողների երկիր էր սովետական միությունից։ Իհարկե այդ կրթությունը պետք է արձանագրել, որ բնագիտական ոլորտում շատ ավելի որակյալ էր, քան հասարակագիտական ոլորտներում։ Դե հասկանալի։ Բայց դա էլ մեծ նվաճում է։ Օրինակ շատ ինժեներներ ունենալ։ Ծայրահեղությունները ամի մասն ասում է վերադառնալ Սովետ միությունը, որովհետև այսպես էր, մյուս մասն ասում է, որ ոչ մի դեպքում մենք մոռանանք, մերժենք, հեռանանք եւ այլն։ Այսօր հնարավոր է արդարացի գնահատական տալ այդ ժամանակահատվածին եւ Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությանը։ Ես կարծում եմ սա շատ նման է այն մնացած դոգմատիկ բանկանոնների հետ կապված մեր մոտեցումներին։ Ես կարծում եմ մենք պետք է հնարավորինս շատ ջանք գործադրենք ճանաչելու սովետական միությունը, որտեղ սովետական միությունը մի իրողություն չէ, հա, դրա 10-20-ականները մի բան էին, օրինակ այդ ազատության տարիները, հա, գոնե ես որպես գրականության մասնակից գիտեմ, թե ինչպիսի բազմազանություն կար խոսքի ազատության առումով 20-ականների այդ սկզբի տարիներին, հետո ռեպրեսիաները սկսեցին 30-ականներին, հետո Ստալինյան շրջանն, հետո համաշխարհային պատերազմը, հետո եւ դրանք շատ տարբեր սովետներ են, էլի, հետ Ստալինյան շրջանի արդեն սկսում են նորից ազատագրվել եւ լճացման տարիները, որոնք ըստ էության բարեկեցության տարիներ էին, հա, բանի մարդկանց ընկալման մեջ եւ մի գնահատական տալ օրինակ սովետական միությանը ճշգրիտ չի լինի, պետք է իրան ճանաչել եւ ինչ եղավ, ինչպես եղավ, ինչու եղավ, ինչու չեղավ եւ այս հարցերը օրինակ երբ որ վարչապետը բարձրաձայնում էր, ինչու օրինակ ինչ որ բանի մասին կարելի էր խոսել, ինչ որ բանի կոնկրետ ցեղասպանության մասին էր, հա, այս դրվագ կարելի չէր խոսել ինչ որ շրջանում, չգիտեմ 30-ականներին չէր կարելի արգելված էր խոսել 50-ականներին խրախուսվում էր խոսելը եւ այս խրախուսանքը կոնկրետ դրսևորումներ է եղել, հա, օրինակ ես որպես գրականագետ գիտեմ, որ Հովհաննես Շիրազը, երբ որ առաջին անգամ 40-ականների սկզբին գրել է իր շատ հայտնի բանաստեղծություն, որ հիմա բոլորը կհիշեն իրենց դասագրքերից երբ ասեն, ուզեի նստել մի քարի վրա 40-ականների սկզբին 42-ին, եթե չեմ սխալվում, երբ լույս է տեսել այդ գիրքը գրված է, ուզեի նստել մի քարի վրա եւ անվերջ նայել իմ արագածին։ Հետո երբ որ վերահրատարակել է 60-ականներին, փոխվել է կուզեի նստել մի քարի վրա, անվերջ նայել իմ Արարատին, արվել հայրենի միրաժով նրա, անվերջ նայել իմ Արարատին։ Այսինքն նույնիսկ բանի խոսույթում ես շատ հիմա դժվար է վերլուծել, այն ժամանակ Շիրազը ուզեցել Արարատ գրել, բայց արգելված է եղել դրա համար գրել արագած։
թե ընդհակառակը ժամանակի ընթացքում այնքան է խրախուսվել այդ մյուս հայացքը հասկանալի հանգամանքների բերումով, որոնց մեջ ես չեմ կարծում սա պատեհարիկն է խորանալու, որ ինքն է մտափոխվել, բայց որ այս դինամիկաները եղել են, պետքա ճանաչել, ոչ թե բան անել, այսինքն միասնական փաթեթով մի գնահատական տալ, ասել ես ժամանակաշրջանը այսպիսին է եւ փորձել անցնել առաջ, այդպես առաջ անցնել չի լինի, որովհետև ես գիտեմ, որ մեզ օրինակ հաճախ մեղադրում են իրական Հայաստան, պատմական Հայաստանին հակադրելու համար, բայց երբ որ մենք ասում ենք իրական Հայաստան, մենք նկատի ունենք նաև մեր պատմական իրական Հայաստան, այսինքն պատմությունը իրապես ճանաչելու հնարավորություն ինքներս մեզ տանք, ոչ թե հայտնի բանաձևերով դոգմաներ կան, տաբուներ կան, այս մի բանը այսպես է գրեցինք անցանք առաջ, այս մի բանը նենցա գրեցինք անցանք առաջ, ազատ լինենք նաև հարցեր տալ, հետազոտել, ուսումնասիրել եւ կասկածել ի վերջո ինքներս մեր ունեցած պատումների վրա։ Հարցեր տալ, դուք հետազոտեք եւ պատասխանեք, եկանք տեղում հետազոտելը շատ բարդ կլինի։ Եկանք հասանք 91 թվական, արդեն Հայաստանի երրորդ հանրապետության ձևավորում, սկզբնավորում 91 թվական ըստ ձեզ Հայաստանի երրորդ հանրապետության քաղաքական եւ իրավական հիմքերը որոնք էին նոր էլի կրկնեմ նոր հեղափոխական քաղաքական սերնդի աչքերով փոքր դատարից հետո շարունակենք վերադառնանք վարքյաններ անց Իհարկե սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Տիկին Ղազարյան, մենք համարենք, որ Հայաստանի առաջին հանրապետության եւ խորհրդային հանրապետության շրջանները անցանք եւ եկանք հասանք 91 թվական Հայաստանի երրորդ հանրապետություն դրա ստեղծման քաղաքական, իրավական հիմքերը։ Այս մասին երևի ես ավելի շատ տեղեկություն ունեմ զուտներա բերումով, որ շատ եմ կարդացել 80-ականների վերջի հայկական մամուլը եւ շատ լավ կենթանի պատկերացնում եմ, հա ինչպես էր դա տեղի ունեմ։ Ես հիշում եմ, որ 89 թվականի մամուլը կարդում է այդ բանի շուրջ, անկախության շուրջ բանավեճի մասին, թերթում էի օր առ օր, հա հունվար ամսից ես կարդալով գալիս եմ դաշնակցականները դեմ էին անկախությանը, այստեղ այդ Արցախ Ղարաբաղ կոմիտեի ինչ որ հատվածը, չգիտեմ, ինչ որ առանձին մարդիկ Բարու Հայրիկյան, չգիտեմ, Ազատ Արշակյան կողմ էին ու այս բուրըն բանավեճերի մեջ մեկ էլ հասնում ես հոկտեմբերի 7 այդ բանավեճ դեկտեմբերի 7 88 թվականի ու այդ բանավեճը մի անգամից կտրուկ կանգնում է ու հումանիտար աղետի մասին է պատմում։ Ես հիշում եմ, որ կարդալով եկա հասա հաջորդ համարում տեսնեմ ուր են հասել բանավեճը ու ես նես շոկ ապրեցի դեկտեմբերի 7-ի կապակցությամբ, կարծես առաջին անգամ ոնց որ իսկապես դա պատահեր։ Դրա համար ես շատ սա պատմում եմ այս պատմությունը, որ պատկերացեք թե ինչքան կենթանի եմ զգում ես այդ բանավեճը։ Շատ լավ պատկերացնում եմ, որովհետև այդ ընթացքում եւ տեսել եմ։ Ես դե չեմ տեսել, ես այս ընթերցման ժամանակ վերապրեցի ամբողջը։ Եվ այդ ընթերցման ժամանակ վերապրում էի այդ ամբողջը, որովհետև ինձ համար դե ես ինչպես ասեցիք, եկանք հասանք 91 թվական ծնվեցի ես, սկսեմ դրանից։ Ինձ համար այդ կենթանի հիշողություն չէ, ինձ համար դա հետազոտության հիշողություն է եւ նոր երրորդ հանրապետության կամ այն հանրապետության, որում մենք ապրում ենք Հայաստանի հանրապետության ծնունդի հետ կապված շատ տարբեր դիրքորոշումներ կան։ Կան մարդիկ, ովքեր ասում են, որ ինքը Ղարաբաղյան շարժման ծնունդ է։ Մինչդեռ օրինակ Ղարաբաղյան շարժման առաջին փուլերում շատ բացահայտ պահանջը ներս սովետական սահմանադրության տարբանի շրջանակներում հարցը լուծելն է մի ինքնավարությունը, մյուս ինքնավարությանը փոխանցելը։ Ժամանակի ընթացքում հայտնում են անկախականներ ոչ միայն Հայաստանում, օրինակ Բալթյան երկրներում են հայտնվում, անկախություն են հռչակում, անկախության հռչակագրեր եւ այլն, եւ Հայաստանը սկսում է մտածել դրա մասին, որովհետեւ այդ կարծես թե դա սովետական կայսրության թուլացման շրջաններ եւ տարբեր տեղերում տարբեր քաղաքական գործիչներ սկսում են խոսել անկախության հնարավորության մասին։ Հայաստանում նույնպես սկսում են խոսել անկախության հնարավորության մասին։ Ես հիշում եմ Վազգեն Մանուկյանի մի հոդված ուներ վագոնից թռչելու ժամանակը, գնացքից թռչելու ներողություն ժամանակը 89 թվականին, երբ որ այդ մտքերը ծագում են։ Մի հետաքրքիր բան կա, որ ժամանակագրորեն Ղարաբաղյան շարժումը եւ Հայաստանի անկախության շարժումը համընկնում են իրար եւ կարծես թե սկսում միահյուսվել
գոնե հերվից պատմական։ Այսինքն կարծում եք դրանք պարզապես համընկան, թե Ղարաբաղյան շարժումը ճանապարհ էր դեպի Հայաստանի անկախացումը։ Ես վստահ եմ, որ դրանք պարզապես համընկան, որովհետև Ղարաբաղյան շարժման ամենամոլեռանդ ջատագովները ոչ բառից բացասական իմաստով ամենաազգային հին կուսակցությունները, մասնավորապես հայ հեղափոխական դաշնակցություն, բայց ոչ պակաս նաև հնչակյան եւ ռամկավար կուսակցությունը դեմ էին արտահայտվում այդ անկախական սրացումներին, այսպես ասած։ Դուք գիտեք, որ միասնական հայտարարություն են ունեն իրանք 89 թվին, կարծեմ հանրահավաքների ժամանակ եւ կոչ են անում հակասովետական քայլեր, այսինքն անկախական քայլեր չանեն միտինգներին, որպեսզի հանկարծ Ղարաբաղյան շարժման ուրեմն ֆոնը չփչանա նրանից, որ կարող է մենք հակասովետականություն ենք անում եւ այդ ժամանակաշրջանում շատ հետաքրքիր բան է տեղի ունենում, ինչ էին դաշնակցական։ Մենք մինչեւ հիմա դեկլարացնում ենք, որ դաշնակցականները դեմ էին անկախությանը, ինչ էին դաշնակցականները դեմ անկախությանը, որովհետեւ նրանց ծրագիրը ի սկզբանե եղել է ազատ անկախ եւ միացյալ Հայաստանը, ոչ թե միայն ազատ անկախ Հայաստանը, ինչպես օրինակ մեր օրներգում է ասվում։ Եվ այդ միացյալ Հայաստանի տեսլականը շատ ավելին էր, քան Լեռնային Ղարաբաղը, Նախիջևանը եւ Ջավախքը, ինչպես իրանք են ասում, այսինքն սովետի ներսում գտնվող հայկական տարածքները իրանց բանաձևումով, այլ նաեւ այդ միացյալը նշանակում էր Թուրքիայի տարածքից, այսինքն հայաբնակ գավառների տարածքները, ժամանակին հայաբնակ եղած գավառների տարածքները, այս իրանք անվանում են Արևելյան եւ Արևմտյան Հայաստանների միացյալ Հայաստանը, եւ սա ուրեմն այս ծրագրին էր խանգարում անկախ Հայաստանը, որովհետեւ Հայաստանը փաստացի պետք է անկախանար իր սահմաններով եւ տարածքով, որով գտնում էր սովետական միության մեջ 29743 կիլոմետր տարածքով, եւ այս ծրագրի հետ խնդիր տեսնելու բերումով է, որ դաշնակցությունը դեմ է դրան եւ որպես հենց նոր որ խոսում ենք այդ մասին, որպես կորուստ է տեսնում այդ անկախությունը, ոչ թե որպես ձեռքբերում, ասում եմ, ոնց մենք կորցնենք այն մեր պոտենցիալ հողերը, որոնք կարող էինք ձեռք բերել սովետական կայսրության միջոցով, դե տրամաբանությունը։ Ձեր եւ դաշնակցության բանավեճը այդ հարցի շուրջ է։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության ներսում գաղափարական մի իսկական բանավեճ կա, արդյոք 29743 կիլոմետր քառակուսի տարածքով Հայաստանը մեր հազարամյակների արդյունքում այս հանգրվանը մեր ձեռքբերումն է, թե մեր պատիժը, մեր պարգևն է, թե մեր պատիժը, որովհետև մենք գիտենք, մենք հայերս գիտենք, որ պատմականորեն տարբեր տեղերում ենք ապրել, տարբեր վայրերում ենք ունեցել պետականություն կամ եղել ինչ-որ հպատակության կարգով ապրել եւ այդ տարածքները հայկականացվել են մշակութորեն, պատմականորեն հայկական կոնտեքստներ ունեն եւ այնուամենայնիվ պետականություն մենք ունենք ոչ այդ բոլոր տարածքների վրա, որտեղ պատմականորեն եւ մշակութորեն ներկա ենք եղել։ Եվ այդ բանավեճի մեջ մեր գաղափարական հակառակորդները ընկալում են Հայաստանի Հանրապետություն որպես մի տարածք, որտեղից պետք է գնալ դեպի մեր հայրենիք, այսինքն կանգ ինչ-որ դադար, միգուցե նաև հայրենիք փնտրելու հայրենիք փնտրելու կարիք չկա, հայրենիք փնտրելու կարիք չկա եւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը առաջարկել է վարչապետը հանրային քննարկման եւ որը նաեւ քաղաքացիական պայմանագրում քննարկվում է որպես հայեցակարգային փաստաթուղթ, հայրենիք չորոնելու մասին է, սեփական հայրենիքում հայրենիք չորոնելու մասին է, այլ սեփական հայրենիքը պետություն որպես հայրենիք մեր պետությունն է, մեր պետությունն էլ մեր ինքնությունն է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությանը իհարկե մենք պիտի գանք, բայց մինչ այդ երրորդ հանրապետության մասին որ խոսեցինք եւ ես հարցրի թե արդյոք Ղարաբաղյան շարժում չեք համարում որպես Հայաստանի անկախության տանող ճանապարհ, անկախության տանող շարժում, դուք ասացիք որ համընկնում են, այս համատեքստում ինչպես եք գնահատում, ինչպես եք վերաբերում այն հայտարարություններին, որոնք հնչում են երբեմն ընդդիմադիր շրջանակներից, այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է սպասարկելու Ղարաբաղի հարցը եւ եթե Ղարաբաղը չկա, պետության իմաստը վերանում է։ Մեկ այսպիսի հայտարարություն կամ մեկ այլ հայտարարություն, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը արդեն գոյություն չունի, սպառվել է իր արժեքներով, աշխարհայացքով,
հերոսներով, իր էպոխայով եւ հիմա հարցն այն է թե մենք 4-րդ հանրապետություն կունենանք, պետականություն կունենանք թե ոչ։ Դե պետություն մի բան է, որն ունենալու համար ամեն օր պետք է աշխատել, չի կարելի ինչ-որ պարապ մնալ մի օր, այսպես ասած, եւ հույս ունենալ, որ նա ինքնըստինքյան կլինի, ես նկատի ունեմ պետական եւ քաղաքական գործիչների կոնտեքստում։ Պետությունը հիմա կազմական 3-րդ հանրապետությունը կազմականված է։ Կտրականապես համաձայն չէ, որ 3-րդ հանրապետությունը ստեղծվել է կամ Հայաստանի հանրապետությունը ստեղծվել է Ղարաբաղի հարցը սպասարկելու համար։ Սա հենց այն է, ինչի մասին խոսում էի քիչ առաջ, սա մի գործիք է, որը պետք է սպասարկի այլ տիպի սենտիմենտներ հայրենասիրական, եթե չացամ աշխարհաքաղաքական շահեր։ Հայաստանի հանրապետություն գործիք չէ։ Հայաստանի հանրապետությունը մեր պետությունն է։ Եվ ինքը, այո, պարփակված է իր սահմաններով, եւ այդ սահմանները 29743 կիլոմետր տարածքն է մեր, բայց նա մեր նվերն է պատմականորեն։ Հա, հասկանում եք, երբ որ օրինակ մի այսպեսի զուգահեռ տանեմ, երբ որ ասում են, այ տեսեք, իսրայելցիները որպես ցեղասպանության փոխհատուցում հрьяաները ստացան Իսրայել պետությունը, իսկ մենք ինչ ստացանք, ոչ ոք չի նկատում, որ մենք էլ պետություն ունենք, եւ մենք չենք, այսպես ասած, դրա ցեղասպանության արդյունքում ոչ թե վերացել ենք, այլ ոչ թե արդյունքում իհարկե սա հետևանք, ոչ արդյունքում, ոչ էլ հետևանքով, բայց մենք էլ ունենք այն ինչ որ մենք ուրիշների համար համարում ենք պարգև։ Իսկ ինչի մեր պարգևին մենք այդպես չենք նայում։ Եվ պատմականորեն որ նայես բոլոր ժողովուրդներն էլ դժգոհ են իրենց պետությունների տարածքներից, մտածում են որ ավելի մեծ պիտի լիներ, որովհետև պատմականորեն ժողովուրդները այնպես չեն ապրել, ինչպես հետո ազգային պետություններն են ձևավորվել, իրանք շատ ավելի բազմազան, շատ ավելի խառը կազմերով եւ շատ ավելի լայն տարածքներում են ապրելիս եղել, չկա, չգիտեմ, օրինակ, եթե իտալացիներն էլ որոշեն իրենց հռոմեական կայսրության հպատակների կամ կայսրության հետ նույնականացնել, կմտածեն որ այս ինչ է։ Այս ինչ Իտալիա է, մեզ մնաց է Ամերիկայի սրությունը եւ այդպես շարունակել մանավանդ օրինակ կայսրությունների ժառանգները չնայած ինչ որ շրջանում մենք էլ ենք մոտեցել կայսրություն լինելու նկատի ունեմ Տիգրան մեջի շրջանում եւ այս տրամաբանությամբ առաջնորդվել քաոսի առաջարկա եւ չնկատել որ դու ունես այդ մեծ նվերը մեծ պարգևը դա քաղաքական մտքի սնանկություն եմ ես համարում եւ Հայաստանի Հանրապետությունը որպես գործիք դիտարկող մարդկանց ես տեսնում եմ այս շրջան այս դրամաբանության մեջ եւ այն բանավեճի մեջ որի մասին ասում է Հայաստանի Հանրապետությունը մեր հանգրվանն է Հայաստանի Հանրապետությունը մեր ցածկահարթակը չէ Հայաստանի Հանրապետությունը մեր ավետյաց երկիրն է մենք կարիք չունենք այստեղ չարչարանքներ կրելու որպեսզի մի օր հասնենք ավետյաց երկիր եւ եթե մենք այդպես չնայենք Հայաստանի Հանրապետությանը մենք վտանգի կենթարկենք Հայաստանի Հանրապետությունը մենք պետք է նրան այնպիսի գորովանքով ու գուրգուրանքով նայենք ինչպես մարդիկ նայում են իրենց հայրենիքին այսինքն նա մեր հայրենիքն է այստեղ Հայաստանի Հանրապետություն մենք հայրենիք որոնելու կարիք պիտի չունենանք եւ պետքա հոգ տանենք այն հանրապետության մասին որը ունենք եւ սա մի ուղերձ է որ ժամանակ առ ժամանակ մեզ ուղում են տարբեր դարաշրջանների մտավորականներ եւ գործիչներ, բայց մենք շարունակաբար ինչ որ քաղաքական խմբերի բարձր աղմուկի տակ խլացնում ենք այս խոսույթները։ Այս ուղերձը մեզ հղել են եւ մենք չենք այսպես ասած հորինել հա այս պատմությունը։ Դուք երևի գիտեք նաեւ որ շատ հաճախ վարչապետը սիրում է անդրադառնալ Եղիշե Չարենցի Երկիրների վեպին, որը ըստ էության սրա մասին է։ Այս նույն գաղափարների մասին է որ չգիտեմ երևի հերոստատողներ շատերը կամ վաղուց կարդացած կլինեն կամ ուշադիր եղած չեն լինի որ ճառի մեջ քահանան ասում է որ սա կարսում են ապրում է ասում է դե բանա մենք պիտի գնանք ավետյաց երկիր այդ բանը 7 վիլայեթները եւ այլն եւ այս Չարենցը իհարկե շատ սարկաստիկ է ասում որ ինքը չի նկատում այն տեղը որտեղ ինքը գտնվում է եւ իր հայացքը միայն սահմանի այն կողմն է տեսնում իր սեփական տարածքը, իր սեփական քաղաքը չի տեսնում եւ սա այնտեղ որտեղ մենք չկանք։ Սա այդ հետեւողականորեն այս նույն խնդիրն է, որ շարունակվում է մեր մոտ եւ մենք մեր քաղաքական առաջարկն է դա։ Մենք առաջարկում ենք կենտրոնանալ Հայաստանի Հանրապետության վրա։ Համոզված ենք, որ իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է։
Իսկ թվում է այսքան ժամանակ ես իրական Հայաստանի մասին էի խոսում, այստեղ իհարկե բազմաթիվ բաղադրիչներ կան, եթե այդ ուղերձին նայել ենք առանձին բարեկեցության, կյանքի, կենսապայմանների եւ այլնի մասին կա, բայց իրական Հայաստանը մեծ հաշվով ամփոփվում է այն ուղերձում, որ հայրենիքը պետությունն է։ Սիրում ես հայրենիքը շենացրու պետությունը եւ իրական Հայաստանը սեփական հայրենիքում հայրենիք չորոնելու մասին է։ Իրական Հայաստանը վերջապես հանդարտվելու մասին է եւ ինքը սեփական հայրենիքը ճանաչելու, սեփական պետությունը որպես հայրենիք ճանաչելու առաջարկ է եւ մենք այս քաղաքական առաջարկը անում ենք մեր ժողովրդին եւ սպասում ենք արձագանքների, որոնք իհարկե շատ բուրըն կերպով ստանում ենք, բայց ավելի ու ավելի շատ արձագանքներ։ Առաջիկայում ավելի շատ կստանանք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Կհանդիպենք։